Բարև ձեզ, եթերում կրկին մեկը հազարից հաղորդաշարն է։ Հազարավոր բռնության ենթարկված կանանցից մեկն է այսօր մեր տաղավարում։ Հասմիկը սակայն ուժի ու պայքարի մարմնացում է, ով կարողացավ ոչ միայն իր կյանքը փոխել, այլև այսօր օգնում է հազարավոր բռնության ենթարկված կանանց։ Հասմիկը նաև նախադեպային որոշում ունի, նա կարողացավ իր իրավունքների պաշտպանությանը հասնել Եվրադատարանում։ Նա այսօր պատրաստ է մեր տաղավարում խոսել վիճակագրական թվերից այն կողմ ապրած իր կյանքի եւ այդ կյանքի բարդությունների մասին, քանի որ թվերը լուռ են, իսկ մարդիկ ոչ։ Ես Հասմիկն եմ Խաչատրյան, 9 տարի ապրել եմ բռնության մեջ, բազմաթիվ անգամներ եղել են դեպքեր, երբ որ որոշել եմ բաժանվեմ, ինքնուրույն ապրեմ, երբ որ ընտանիքիս անդամները կողքս էին, ուզում էին ինձ օգնեին, որ կարողանամ մենակ ապրել, բայց էլի նորից բռնարարը համոզում էր, նորից հետ էի գնում, քանի որ կար կարծրատիպեր, որ ընտանիքը լիարժեք չի, եթե չկա հայր եւ կարևոր չի հայրը բռնություն է գործադրում ծեծումա սպանելու աստիճան ու երեխաների դեմ է մոտել, այդ ամենը հաշվի չեն առնում ոչ մեկ եւ եթե ես էլ դրա մեջ մեծացել այդ մտածելակերպով ապրում էի, արդեն մտածում էի, հա, միգուցե փոխվի, միգուցե ընտանիք փրկելու փրկարարի դերում այդ դերը վերցնեի իմ վրա։ Հիմա այս պահին ընտանեկան բռնությունը հաղթահարած, իմ ազատ ու անկախ կյանքը ապրող, երեխաներիս ինքնուրույն մեծացնող ու դաստիարակող, նաև փորձում եմ ընտանեկան բռնության զոհերին աջակցել, աշխատում եմ կանանց աջակցման կենտրոնում։ Հասմիկ ջան, բարև ձեզ, շնորհակալ եմ, որ հյուրընկալվել եք այսօր մեր տաղավարում եւ այսօր ուզում եմ սկսենք դրական նոտայից, Եվրադատարանի նախադեպային որոշումից։ Դուք միակն եք, ով կարողացավ հասնել այս արդարությանը եւ Եվրադատարանը ընդդեմ Հայաստանի որոշում կայացրեց։ Այսպիսով ընդգծելով, որ Հայաստանը եւ Հայաստանի օրենսդրությունը չեն կարողացել ապահովել ձեր խոստանգումներից զերծ ապրելու իրավունքը, այո։ Ուզում եմ պատմեք, թե ինչպես որոշեցիք դիմել Եվրադատարան։ Որոշումս արդեն հասել էր այն պահին, որ ուրիշ տարբերակ չունեի, քանի որ Հայաստանի Հանրապետությունում ոչ մի մարմին արդարացի որոշում չէր կայացրել։ Վերջին հույսս վճռաբեկ դատարանում էր, որտեղ էլ նորից նույն որոշումը կայացրեցին։ Իհարկե փաստաբաններիս, մասնագետներիս օգնությամբ որոշեցինք, որ գործը հասնի Եվրոդատարան։ Չնայած չէինք հավատում, որ հնարավոր էր, որ ունենանք Եվրոդատարանի դրական որոշումը, բայց մեր համար ամենադժվարը նա էր, որ Հայաստանից առաջի ընտանեկան բռնության գործով էր հայցը գնալու Եվրոդատարան եւ նաև անհանգստանալու էր, որ արդեն 10 տարի էր անցել, մոտավոր 10 տարի։ Հա, մոտավոր 10 տարի հայցը բավարարելուց եւ Ինչ ապրումներ ունեցաք, երբ որ ստացաք որոշումը, վճիռը։ Արդեն 10 տարվա ընթացքում երևի լիովին մոռացել էիք այդ գործի մասին նաև։ Չէ, չէի մոռացել, իհարկե սպասում էի, քանի որ հավատում էիք։ Ահա, հույս կար, որ դրական պատասխան կստանանք եւ սպասումներս, զգացողություններս չեմ կարող նկարագրել, ոնց որ այս իմ ամբողջ կյանքի պայքարի վերջնակետը ինքը դրեց, որ այո, գտա ինչ-որ միտեղ արդարացի որոշում, իմ ամբողջ պայքարի, երկար տարիների պայքարի արդյունքը ես ունեցա, ու իհարկե եւ ֆինանսապես եւ հոգեպես ինքը բավարարված հանգստություն է։ Շատ լավ, հիմա ուզում եմ խոսել ձեր կյանքի, ձեր պայքարի մասին, քանի տարի առաջ սկսվեց, քանի տարեկանում եք ամուսնացել եւ ինչպես սկսվեց այդ բռնությունը ընտանիքում։ 18-ում եմ ամուսնացել, 9 տարի եմ ապրել ամուսնական ընտանիքում,
բռնությունները սկզբում հոգեբանական էին, հետո առաջի տարվա ընթացքում արդեն ֆիզիկական ծեծ ու շարունակաբար հոգեբանական բռնությունը ինչպես էր դրսևորվում։ Հոգեբանականը նայր, որ ինձ ստորացնում էին, որ ես ոչ մի բան մի ունակ չեմ, ես անգրագետ եմ, ես իրենց համապատասխան չեմ, եւ նաեւ սկսեցին արդեն սահմանափակել իմ շփումները համալսարանից դուրս թողել, որ ես իրավունք չունեմ համալսարան գնամ, իրավունք չունեմ որևիցե մեկի հետ շփվեմ, իրավունք չունեմ ընտանիքիս անդամների հետ շփվեմ, քանի որ իրենք ինձ վատ բան են սովորեցնում, ես այդ վատը իրագործում եմ իրենց սուրբ ընտանիքում ճակերտավոր ամենաչնչին արդեն կենցաղային բաները իմ վրա ազդեցություն էր թողում, որ ես դա վատն եմ անում, այսինքն իմ ամեն մի շարժումը, ամեն մի խոսքը, ամեն մի պահվածքը դա բացասական էր դիտվում։ Իսկ բռնությունը, ինչպիսի բռնություն է, այսինքն ծեծ է եղել, հարվածներ, մեկ անգամ պարբերաբար բազմաթիվ անգամներ ծեծ, ու այդ ծեծը արդեն սովորական երևույթ էր, մի երկու անգամ դեմքի հարվածելը դա շատ սովորական էր օրվա մեջ, որ ինքը կարող էր խփել ու ասել, այ դու երախային լավ չնայեցիր, այ ես քեզ կանչեցի դու չեկար, այ իմ բարեկամը եկավ դու իրան ժպիտով ընտանիքի անդամների կողմից էլ էր դա նորմալ համարվում, մեկ երկու անգամ դեմքին հարվածելը։ Սկզբում ասում էին ինչու ես խփում, հետո սկսում էին վերլուծել, որ այո դու այս ինչ մի տեղը սխալ բան արեցիր, դրա այդ իսկ պատճառով տղամարդ էր ինքը պարտավոր էր քեզ դաստիարակել ճակերտավոր։ Ու ժամանակի ընթացքում ստացվեց այնպես, որ մի երկու հարվածը դարձավ արդեն ոտքերով, ձեռքերով, ինչ արդեն ձեռքի տակ ընկնում էր, հարվածում էր ու ամենադաժան վերաբերմունքը ծեծը որն է եղել, կարող եք, ես գիտեմ, որ նաև ծխախոտով ձեռքն է այրել, այսինքն դաժանությունը մինչև ուր էր հասնում։ Ամենա 13 թվի ամենադաժան ծեծը, որ ես գիտեի, էլ չեմ ապրելու, երբ ինքը աթոռը կոտրեց իմ գլխին ու այդ փայտով սկսեց ինձ հարվածել, այնքան էր հարվածել, որ ես ուշաթափվել էի, արնահոսում էի, որտեվ գլխիս մաշկը ամբողջությամբ վնասված էր, ոտքերս, թևերս ու այո, ամբողջ սենյակը արնաշաղախ էր։ Գիտեք, ոչ հիմա մեկ չկար, կար հայրը մայրը տանն էին, երեխաները սենյակում էին։ Ու չէին միջամտում։ Չէին միջամտում, քանի որ մայրը ներս մտավ այդ գորգորոցներից, ինքը հետ բրթեց, թե գործ չունեք, ու այո, չմիջամտեցին։ Իսկ պատճառը ի՞նչն էր։ Աղջիկս Հայաթում եղբոր հետ վազվզել էին, ընկել էր, դեմքը վնասվել էր։ Իսկ ինքն հոգատար հայր էր այդքան երեխաների Չէ, հանդեպ։ երեխաներին ինքը առանձնապես չէր տեսնում, այդ ժամանակ գնում էր Երևան, գիշերը գալիս էր, գիշերը զուտ դա պատճառ էր, եւս մեկ անգամ, հա, քանի որ ինքը երեխաներին այդպես ոչ խնամքի, ոչ առողջության, ոչ դաստիարակության մեջ ոչ մի ձևով չի մասնակցել։ Իրականում երբեմն ամենամեծ գործը դա այդ լռությունը խախտելն է, հա, բարձրաձայնել, որտեղ հայ կանայք սիրում են այսպես պարփակվել եւ մյուսներին ցույց տալ, որ իրենք երջանիկ ընտանիքում են ապրում, հատկապես երբ տան մյուս անդամների կողմից կան քեզ լռեցնելու փորձը։ Դուք ինչպես այդ լռությունը խախտեցիք, ինչպես կարողացաք, չգիտեմ, գուցե առաջինը ձեր ծնողներին եք ասել կամ ընկերուհիների հետ եք կիսվել, երբ եւ ինչպես առաջին անգամ այդ լռությունը խախտեցիք ու փորձեցիք ընդդիմանալ, պաշտպանել ձեզ։ Գիտեք, բազմաթիվ 9 տարվա ընթացքում բազմաթիվ անգամներ եղել է, որ հայրական տուն եմ գնացել, այնպես չէր, որ ընտանիքս իմ կողքը չէր, բայց քան դեռ կինը իր ոտքին չի կանգնում, ինքը վերջնական որոշում չի կայացնում, իհարկե դրական է, երբ որ
կողքդ վստահելի մարդիկ կան, բայց բազմաթիվ անգամ գնալ հայրական տուն ու երբ որ գալիս էին արդեն մեղանչում էին, որ այլ վերջին անգամ կլինի կամ այնպես էին արդարանում իմ ընտանիքի առաջ, որ վայ, այս ինչ մի բան եղել է, կոնֆլիկտ է եղել, ու նույնիսկ երբ կինը ապրում է բռնության մեջ, արդեն ինքը իրան չի էլ կարողանում պաշտպանել, ինքը նույնիսկ իր հարազատների մոտ չի կարողանում։ Նաև ձեր ինքնագնահատականի վրա էին ազդել, դուք ինքներդ էլ չեք հավատում, որ այդ իհարկե, երբ որ ես նոր առաջին անգամ դուրս եկա ու որոշել էի ինքնուրույն քայլեր անեի, ես վախենում էի ամեն ինչից, չնայած իմ կողքը կային իմ ծնողները, ես ունեի գնալու տեղ, ես ունեի հարազատներ, որ ինձ ֆինանսապես էլ չէին թողի, որ թեկուզ նեղվեմ, մինչև հասկանամ ինչ եմ անում, բայց էլի նորից ինքնավստահություն, կարծրատիպեր, խոսակցություն, վախ նաև բռնարարի կողմից, որ իհարկե կվնասի ինձ, կվնասի ընտանիքիս, կվնասի բոլորին ու այո զոհին իրենք կարողանում են տրամադրել նրան, որ զոհը հավատա դրան։ Այո, միգուցե ոչ միայն հավատալ, նաև իրենք կարող են անել այնպիսի բաներ, որ իհարկե իրենք մտածում են, որ իրենք անպատժելի են։ Հասմիկ, իսկ կարող եք հիշել էլի դրվագներ ծեծի, բռնության, որոնք այսպես մարդկային երևակայության մեջ չեն տեղավորվում, օրինակ ինչ նույն հենց առաջ ասացի ծխախոտը, ձեռքի վրա, դա մեկ անգամ է եղել, թե պարբերաբար այդպես ցավ էր ձեզ պատճառում։ Ինքը մեկ անգամ ծխախոտը ուզում էր մտցնել աչքիս մեջ ու ես ձեռքով պաշտպանեցի, ինքը սեղմեցի թևի վրա ծխախոտի բանը, բազմաթիվ անգամներ էր, նույնիսկ երբ որ աղջիկաս թերի երեխաներից էլ չէր քաշվում, նրանց ներկայությամբ էլ է։ Աղջիկս թերի լսող է, երբ որ մի պահ այդ մեղրամսի շրջանում բռնության, երբ որ ինքը արդեն լավ հայր էր, բազմաթիվ ինձ ծեծերից նվաստացնելուց հետո որոշել էր, որ իր աղջկան կարելի է խնամել ու տեղափոխվենք Երևան, երբ որ աղջիկս լոգոպեդի ու սուրդոմանկավարժի կարիք ուներ, այդ ժամանակ ամեն անգամ գալիս էր ծեծում էր ամեն մի չնչին բանից, օրինակ հոսանքը շատ է գրել, չգիտեմ կոմունալի գումար չեմ կարող տալ, կամ դուռը փակում էր գնում էր ու գալիս էր մեղադրում էր, թե ինչի համար եք օրինակ հաց չունեք տանը կամ ինչ որ մի բան, բայց ինքը կարող էր 2-3 օրով գնալ ու այդ ժամանակ գալիս էր ծեծում էր, հիշում եմ, որ 3 լիտրանոց բանկայր ինքը ջրով լիքը վերցրեց, շպրտեցին վրա, կոտրվեց ոնց որ ասենց էլ նորից գլխիս ապակին ճղեց ու ինքը իմ մազերից քաշելով տարավ լոգարան ու սառը ջուրը պահում էր գլխիս, ասում էր քեզ լողացնում եմ, քանի տարի չես լողացել, այսինքն հոգեկան շեղումներ ուներ։ Հոգեբուժարանում չէ, ասացին, երբ որ նայում ես, այո, ինքը այդ իր պահվածքով նորմալ մարդու բան չի, բայց քանի որ հիմա ես աշխատում եմ կանանց աջակցման կենտրոնում ու հասկանում եմ, որ այո, մենակ ես չեմ, մենակ բռնարարը այդ տիպաժը ինքը մենակ չէր, այո, բոլորը աշխատում են նույն ձեռագրով ու կանայք, որ իրենց անձնականի մասին խոսում են, կարծես թե բոլորի բռնարար ամուսինները նույն ընտանիքի, նույն մտածելակերպից դուրս եկած լինեն։ Իսկ երեխաները ինչպես էին արձագանքում, ինչ հետքեր թողնում երեխաների վրա։ Երեխաները շատ դժվար էր իրանց համար։ 2 երեխա ունեք, չէ՞, տղա եւ աղջիկ։ Իրանց մոտ միշտ անընդհատ գիշերամիզությունը կար, վախը կար ու ամեն անգամ իրանք ձեռքերը բռնած, իրանք քնում էին, որտեղ հանկարծ չգիտեմ, վախի մեջ ու ամեն անգամ թեկուզ վախից փորձում էին ինձ չպաշտպանել կամ ինչ որ մի բան անել կամ
գալիս էր ասում էր գնա մամայիդ խփի, դու մամայիդ չես սիրում, չէ, դու ինձ ես սիրում, ու նման դեպքեր, ասեմ, որ տղայիս այդ վախի ազդեցության տակ կարողացավ 3 տարի պահել, չնայած դատարանը 2 երեխաների խնամքը ինձ էր տվել, բայց տղայիս տրամադրել էր, որ մամատ այնտեղ գնացել է ինչ-որ կազմակերպություն, այնտեղ երեխաների են ուտում, չգիտեմ, մարդ են վաճառում, մամատ այնտեղ սոված է ու լիքը ավելի վատ բաներ, որ երեխաները հիմա ձեզ հետ են ապրում։ Հա։ Հիմա արդեն մեծ են, չափահաս։ Իսկ ինչպես կարողացաք ազատվել նրանից։ Ինչպես այդ հայլին դիմեցիք, ինչպես հասաք դրան։ 9 տարի դիմացել եք։ Ինձ համար վերջի դուրս գալը դա պարզապես կյանքիս փրկության փախուստ էր։ Ու եթե ես հիմա հետ նայեմ ու հասկանամ, երբ որ առաջ այդ պահին իրենց տանից փախել էի ու կմտածեի, որ ես այո կհասնեմ այս կարգավիճակին, կյանքումս չէի պատկերացնի։ Առաջին միտքս նա էր, որ դուրս եմ գալիս այս տարածքից ու գնում եմ անհայտ կորեմ, քանի որ չէր լինի, երբ որ ես դուրս եկա ինքը իմ հետևից բազեց, հետո իր մեքենան հանեց ու գնաց դեպի հայրական տունս, ես հասկացա, որ հերթական ծեծից հետո է եղել փախուստը։ Նոր էի վերականգնվել այդ, որ գլուխս կոտրել էր, այսինքն չէի էլ վերականգնվել, վերքերս դեռ կար գլխիս, ամբողջ այս կողքերս, ոսկորներս ոնց որ շարժվեր, դեռ նոր ես կարողանում էի քայլեի ու ինքը նորից իր հերթական ծեծը, ու երբ որ ինքը հարվածեց իմ դեմքին ու ձեռքս տարա, տեսա որ ականջիցս արյուն է կաթում, ձեռքով հարվածեց։ Հա, ես հասկացա, որ միգուցե այսօր էլ ես չապրեմ։ Ու ես չեմ զգացել ոնց եմ փախել, այո, նույնիսկ վախի այդ մարդ վախից ամեն ինչ կարող է անում։ Ես չէի պատկերացնում, որ ես կարող եմ այդ արագության վազել, որ ինքը ինձ չհասնի, բայց ես գիտեի, եթե ինքը ինձ բռնի, ես չեմ կարող ապրել։ Ինչն էր պատճառը։ Զանգել էի տալիս տղոն, խնդրել էի, որ գար վարպետներին, իրանք շինարարություն էին անում, վարպետներին սուրճ տաներ, ես իրավունք չունեի վարպետների դիմաց Երևայի, որտեղ խանդոտ ամուսին ունեի ճակերտավոր։ Ու ինքը զանգն էր պատճառը, զանգներ, ինչի համար ես, ու ասեմ, որ 9 տարվա ընթացքում ես շատ բազմաթիվ անգամ հեռախոսներ չունեի, որտեղ ինքը հեռախոսս վերցնում էր, քանի որ քուրիկս զանգում է ինձ լեզվանի է դարձնում, մամաս զանգում է լեզվանի է դարձնում, չգիտեմ զանգում։ Բոլորը մեղավոր էին բացի իրենից։ Բացի իրենից, հա, ու ոնց որ այդ ընթացքում պապաս Ռուսաստանից էր եկել, ինձ մի հատ կնոպիչնի հեռախոս էր տվել, որ կարողանանք կապ հաստատենք, չնայած ծնողներս արդեն հասկանում էին, որ ինձ պիտի այդ իրավիճակից դուրս բերեն, պարզապես միգուցե ես էլ էի շատ վախենում այդ քայլից, քանի որ դες երևի միայն ինքնավստահությունն էր պակասում։ Այո, դրա համար էր վախենում։ Ու երբ որ ինքը գնաց իմ հայրական տուն, ես հասկացա, որ նորից նույն սցենարն է լինելու։ Դուք որտեղ էիք այդ ժամանակ։ Ես մեր այդ գյուղի մեջ գետ կա, գետի հենց այդ կողքը գնացի, ինձ գցեցի այդտեղ, որ թաքնվեմ, հանկարծ չտեսնի փողոցում ինձ։ Ու ոնց որ իրանց տանից որ դուրս եկավ ու մեր տան կողմ գնաց, ու վախենում էի արդեն քայլեմ փողոցով, քանի որ գիշեր էր, մարդ չկար, եթե ես քայլեի գերեվար, ու ես թաքուն այս կողմերով, ու երբ որ գնացել էր մեր տուն, արդեն իմ ընտանիքի անդամները վախեցել էին, որ հնարավոր է ինքը ինձ վնասեր, քանի որ իրենք անպատժելի էին, այո, ես լիքը դեպքեր տեսել եմ, որ իրենք անմարդկային բաներ են արել, քանի որ իրենք բարսիկի ընտանիքն էին, իրենք սուրբ ընտանիք էին, իրենք ամբողջ կառավարությունով ու Բարսիկը գուշակեր, չէ՞։ Այո։ Իսկ նաև պաշտոնյա անձինք, ովքեր որ գալիս էին Բարսիկի մոտ, իրենք ամեն մի
վատ արարքը արդարացնում էին ու կոծկում էին։ Դրա համար այո իմ մոտ ինչի համար սկսեցի բարձրաձայնել, քանի որ այլ ուրիշ տարբերակ չկար։ Այդ օրը կարողացաք թաքնվել եւ մինչեւ լուսաբաց արդեն դե ծնողներս ինձ սկսել էին փնտրել, մայիսային եմ լսել լուսադեմին հասմիկ ու ասում եմ ուր են բայրանք, ու մամաս ասեց պապատ նստել է հետը, նորից հետ են գնացել ոնց որ իրենց տուն, որտեղ մտածել են, որ հնարավոր է ինձ վնասել է ու եկել է այդպեսի ու հետո դրանից հետո ինչպես կարողացաք ազատվել իրենից։ Շատ դժվարությամբ։ Եթե ասեմ, որ հեշտ էր այդ պայքարը, հեշտ էր։ Եթե ասեմ, որ ամեն անգամ նույնիսկ առաջի անգամ, երբ որ ես մտա հիվանդանոց, այսինքն այդտեղից հիվանդանոց եք գնացել։ Այդտեղից լուսադեմ պապաս հարցրեց ինչ ենք անելու, ասեցի մենակ գնանք այստեղից ուր պատահի գնանք, որոշել էինք, որ երկրից դուրս գայինք, բայց փաստաթող չունեի, երեխաներս հետս չէին ու ամենաշատը պապաս էր ասում բայրեխեքդ, ասում եմ չեմ կարող հետ գնալ էլ, չեմ էլ կարող իրանց ձեռից երեխա վերցնեմ հիմա այս պահին, ձեր կյանքն էր պետք փրկել։ Հա, ու երբ որ արդեն գնացինք հորաքրոջս տուն, ես այդտեղ ուշաթափվել էի, շտապօգնություն էին կանչել նորից հիվանդանոց, ես վախենում էի հիվանդանոցում գնալ ու իմ անձնական տվյալներ տալ, քանի որ եթե ինձ հիվանդանոցում իմանային, արդեն իրանց ամբողջ ազգով ես չեմ կասկածում, որ այնտեղ կլինեին։ Ու հիվանդանոցից էլ սկսեցի, բա ինչ ա եղել, ասեցի, որ ընկել եմ այնտեղի գրանցումների բաժնում, ասեցին, ոնց ես ընկել, որ ոնց որ համ այս կոմից ականջը տա այն կոմից թուշ տա տենց այտուցված ու պատմեցինք ու գրանցումների բաժնում չեմ կարող ասել ով էր, չեմ հիշում, քանի որ ես այդ ժամանակ շատ տենց խառն էի։ Ասեց ինչից ես վախենում, այս դարումով ումից վախենում, այնքան կազմակերպություններ կան, որ օգնում են ձեր նման մարդկանց, օգնում են, իրավաբան ունեն։ Ու ոնց որ այդ ժամանակ պապաս ասեց ինչ ունես թաքցնելու Հասմիկ, դու ոչ մի բան չունես կորցնելու, մեկա դուրս ես եկել, պատմի ինչ կա։ Ու սկզբում ոնց որ հայտարարություն գնաց ոստիկանություն արդեն Գավառի, քանի որ ես Գավառում էի գրանցված, հաջորդ օրը Գավառից զանգեցին ու ինձ ոստիկանությունը ասեց, բա Հասմիկ ջան, հելարի Քյավառ, զանգել ենք իր հետ խոսացել ենք, ինքը խելոքացել է, գիտես, սխալ բան արել, արի։ Ու ամենաառաջի վախս, որ ես նորից ընկնելու եմ այդ ծուղակի մեջ։ Դուք չգնացիք հետ։ Ես չգնացի, հեռախոսս անջատեցի, չպատասխանեցի, այդ ընթացքում արդեն բարեկամներով խոսեցինք, հասկանում ենք ինչ ենք, ոնց ենք անելու, ինչա լինելու։ Իսկ կանանց աջակցման կենտրոն Ու այդ ժամանակ ոնց որ հիվանդանոցից մեզ տվեցին մի հատ վիզիտ կա։ Կանանց աջակցման կենտրոնի։ Ես տենց անհավատորեն պարզապես զանգեցի ու խոսեցի իրանց հետ, որ ոնց որ պատմում եմ, թե ինչ ա եղել, հիմա եմ հիշում, թե իրենք ինձ հարցեր էին տալիս, դու հիմա ապահով ես, քեզ կգա կմոտենա, ոստիկանությունը ինչ ա ասել, ու երբ որ հասկացան, որ այդ ամեն ինչը չէ, ավելի դժվար, ավելի ծանր է, ինձ հարցրեցին, որ կարող եմ դուրս գալ, որ իրենք դիմավորեն, մեզ տեղափոխեցին օֆիս, ու այդ ընթացքում նորից ոստիկանությունը զանգում էր, այո, բայց չէի հավատում, կյանքումս չէի հավատա, որ ինչի դիմաց կարող են, ու երբ որ ոստիկանությունը սկսեց զանգահարել, նորից անհանգստացնել, իրավաբանը խնդրեց հեռախոսը համարը ու զանգեց իրեն, սկսեց իր այդ որ ջան, արի բան, սենց այդ որ չի գործում օրենքա, դուք
կարող եք գալ ու իրենք Դուք մինչև արդեն Երևանում էիք։ հա Երևանի ոստիկանությունն էր արդեն սկսել չէ աշխատել։ Գավառի Հա, ոստիկանությունն ուղղակի էր կենտրոնի իրավաբաններն էին իրենց հետ արդեն իրավաբանների հետ խոսում։ Ու այդպես էին կարողացաք ու գավառի հա ոստիկանները կապել։ շատ դժգոհ էին որ իրենց միշտ օրենքի էին դեմ տալիս որ օրենքով Ծանոթ քանի որ բարեկամ իրենք տարբերակից անցել էին հա քանի օրենսդրական որ իրենք վայ Հասմիկ ջան ախար դու ես քեզ ճանաչում եմ դու մեր համալսարանում ես վայ ինքը մեր կուրսեցին վայ մենք այսինքն ամեն անգամ երբ որ ես գնում էի գավառի ոստիկանություն ու իրենք սկսում էին դե ընտանիքա դե կոնֆլիկտա այո այդ ժամանակ Հետո նաև փորձեր արվում սովորաբար կնոջ մեջ, չէ՞, մեղքը վերգության բարոյական ամեն անգամ մեղադրում էին, որ հա, բա ոստիկանն ասում, հա, բա որ ես մտնեմ տուն կնոջիցս ջուր ուզեմ մի քիչ ուժ բերի, բա ոնց չծեծեմ, նորմալ է, բա կոնֆլիկտ է, այսինքն հիմա եմ ես հասկանում այն ժամանակից մինչև հիմա, մինչև մենք հասանք նրան, որ թեկուզ պաշտոնատար անձինք հասկանան, որ ընտանեկան բռնությունն ու երկու անձի միջև պարզապես հավասար կոնֆլիկտը, դրանք տարբեր բաներ են։ Ընտանիքի կոնֆլիկտը, երբ որ կինն ու ամուսինը իրար հետ հավասար կարող են ինչ-որ հարց քննարկել, նույնիսկ վիճել ու իրենք չվախենան մեկը մյուսից, դա է կոնֆլիկտը, ոչ թե բռնությունը, որը որ իրենք միշտ դե մինչև, չգիտեմ, ամենավերջի դրանից հետո ինքը փորձեր չի արել նորից վերամիավորվելու։ Շատ բազմաթիվ անգամ ամեն ինքը այդպիսի հոգատար հայր չէր, բայց հոգատարություն դրսևորել բերել էր թերի լսողների դպրոց ու ամեն աստծո առավոտ ինքը դպրոցի հայաթում կանգնած էր արի գնանք, մեզ խայտարակ մի արա, կարևոր է ոստիկանությունում ոչ մի բան մի պատմի, գնանք գրի, որ սուտ ցուցմունք ես տվել ու տենց լիքը բաներ ու շանտաժ էր անում, որ երեխաներիդ կտամ քեզ, եթե հետ վերցնես ցուցմունքդ ու երբ մի անգամ էլ արդեն գործը հասել էր դատարան պիտի մտներ ինքը նորից եկավ ու ասեմ, որ այդ ժամանակ ոնց որ ուզում էի գայի կոմպրոմիսի, մտածում էի, որ ինձ հանգիստ թողի, ես իմ երեխաներին վերցնեմ գնամ։ Բայց ստացվեց նենց, որ չէ, ինքը նորից չէր անում նման բան։ Ասում էր, արի ցուցմունքդ հետ վերցրու, բայց երեխեքին դե ոնց երեխեքը կհամաձայնվեն։ Բայց դե երեխեքին էլ էր հոգեբանորեն ճնշել ու այդ ժամանակ ամենալավ պապաներ ինքը մեքենա էր առնում, խաղալիք, շոր էր առնում, չգիտեմ, տանում էր ման տալու։ Իսկ դատարանով չկարողացաք, հա, արդարադատության հասնել, ինչն էր պատճառը, որ Եվրադատարան դիմեցիք։ Դատարանով ոչ։ Դատարանով պարզապես իրեն ծեծի ծեծեր, հոդվածը չեմ կարող այդպես հիշել, բայց 1.5 տարվա ազատազրկման էին, չէ՞ դատապարտել։ 1.5 տարի ազատազրկում, որը համաներմամբ հենց դատարանից ազատ արձակեցին, չնայած նրան, որ ինքը ինձ բազմաթիվ անգամ սպառնում էր, որ այո, ես չեմ նստելու ու քեզ սպանելու եմ։ Ասեմ, որ եթե ինքը ոնց որ մի ամիս հետո դատարանի որոշումից մի ամիս հետո ինքը իր ծնողներին ծեծեց, դրա հիման վրա ձերբակալվեց, նստեց, չգիտեմ ինչ ժամանակով, բայց ասեմ, որ դատարանը ոչ մի բանի ուշադրություն չդարձրեց, ինքը ուշադրություն չդարձրեց իր ագրեսիվ պահվածքին դատարանի, ինքը ուշադրություն չդարձրեց այդ ընթացքում, երբ որ գործը դատարանում էր, ինքը դպրոցում, իմ աղջիկա դպրոցում, երբ որ ինձ քաշում էր նստածներ իր մեքենան, որ գնանք արդեն ասեմ, որ ես ցուցմունք եմ տվելու այդ օրը դատարանում ես չներկայացնեմ իմ պահանջը, ես երբ որ նորից փախա իրա ձեռքից, ինքը նորից ինձ քաշեց, ծեծեց ու ոստիկանություն կանչեցինք ու դպրոցից ինձ դուրս հանեցին պարզապես, որ հեսա ոստիկանությունը կգա ստրեսի կենթարկվեն երեխեքը, այսինքն երբ որ ինձ ծեծում են երեխեքը ստրեսի չեն ենթարկվում, երբ որ ոստիկան պիտի մտներ ու ես կանանց աջակցման կենտրոնի աշխատողների հետ 1 ժամ նստել եմ դպրոցի հայաթում, մինչև ոստիկանները եկել են, ասեմ, որ երբ որ զանգեցի ոստիկանություն, ասեցի, որ նախկին ամուսինս ինձ
ծեծելա ու ես վախենում եմ հիմա դուրս կամ դպրոցից ես գնացել էի մտել էի տնօրենի կաբինետ ու տնօրենը ասում էր դուրս արի ինչ ես վախենում բան չի անի գնացած Գավառի դպրոցներ էլի չէ Երևանի աղջկաց դպրոցներ Այսինքն այս դեպքում արդեն ոչ թե այդ ծանոթ բարեկամ տարբերակներ աշխատում այլ ծանոթ էին ու պլյուս գիտես թե բռնության ենթարկված կնոջը կողքին չկանգնելու չհասկանալու գործոններ էստեղ ավել քաշքշուկի մեջ չընկնելու ոստիկանությունում ինչ որ բան չանելու դպրոցի անունը դուրս չգալու շարի մեջ չընկնելու հա շարից փորձանքից հեռու սկզբունքով ու երբ որ ես զանգեցի ոստիկանություն այսինքն այդ ընթացքում է տնօրենը նախքին տնօրենը ինձ ասում էր որ ինչ ես զանգում հələ սպասի ինքը գնացել է բայց հա երբ որ զանգեցի ոստիկանության պատասխանողը այսքան դպրոցների մեջից էլի ընտրել դպրոց որի ինքը աղջիկս թերի լսող էր հա հասկացա աղջիկս թերի լսող էր հատուկ դպրոց էր այո ու ասեմ որ աղջիկս պիտի մի տարի առաջ գնար թերի լսողների դպրոց բայց իրանք չէին տանում որովհետև ամոթ էր Բախտագուշակն Վարսիկի թորին իմանային որ խնդիր ունի ու երբ որ ոստիկան զանգեցի 102 բացատրեցի թե ինչա կատարվում իրանք ասեցին էլի սկսվեց այսինքն ոնց որ իրենք օգնել էին գործից բայց հասկացա էլի նորից նույն Հասմիկ իսկ հիմա ինքը որտեղ է կա նորից շարունակում է ձեզ անհանգստացնել թե չէ իմ վերջի տվյալներով ինքը հիմա ձերբակալված է ինչ որ խուլիգանության ապօրինի զենք պահելու ինչքան գիտեմ այս պահի դրությամբ ինֆորմացիա չունեմ ամեն դեպքում ինձ չի անհանգստացնում ոչ վերջի մի քանի 3-4 տարիները ավելի հանգիստ եմ ավելի խաղաղ եմ բայց 10 տարվա ընթացքում չեմ կարող ասել որ մի տարվա ընթացքում եմ ես վերականգ տվել չեմ կարող ասել որ կինը ով որ բռնության է ենթարկվել իր այդ ամբողջ տրավմաները կարա մի 2 ամսվա ընթացքում վերականգնի կարա ինքը իր որոշումների մեջ միշտ հաստատակամ լինի ինչի հասակ դուք Երբեմն ասում են պետք է այրվել, հա, որպեսզի նորից կարողանաս ծաղկես։ Դուք այրվեցիք մինչև վերջ։ Այդ ծաղկման շրջանը ձեզ մոտ եղավ, հասակ ձեր ուզածի։ Ամենա սկզբի մի 2 տարին առաջի զգացողությունս նա էր, որ ներսից դատարկություններ լցվել կարողանում էի օդ շնչեի դա չեմ կարող բացատրել թե ինչ զգացողություն էր բայց այո այն որ մարմինդ արդեն սկսում է զգալ արդեն չնչին բաներ որ դու այո ես զգում եմ ես ուզում եմ սկսում ես ցանկությունները մեկ բառով ասած սկսել ես ապրել այո կատակ է անում ասում էի մարդ եմ դարել երբ որ քիչ-քիչ սկսում ես քո հաջողությունները գնահատել արդեն հասկանում ես որ այո ծաղկում ես այո ամեն անգամ գործ էիք չէ սկսել Գլշակագործությամբ իմ առաջի գործը իմ փոքրիկ ընտանեկան բիզնեսն էր որը որ այդ ժամանակ ամեն անգամ ծիծաղում ասում եմ երբ որ ես գործը սկսել էի այդքան շատ մեծ չէր ընտանիքով էինք աշխատում ու ընթացքում մի 2 աշխատող գալիս գնում են եթե շատ գործ էր լինում ու ոնց որ շատ փառատոնների էի մասնակցում շատ ծրագրերի էի մասնակցում ու հանդիպում էի այնպիսի խոշոր բիզնեսմենների հետ որ ասես նայում էի կողքները ու հետաքրքիր էր որ ընկել էի մի շրջապատում որտեղ ինձ իրենց հավասարի այո իրանք խոսում էին միլիարդների շրջանառության մասին իրենք խոսում էին բայց այն գաղափարը որ նույնն էր թե ես ինչքան շրջանառություն ունեմ ու իրենք ինչքան գործը բիզնեսը ոնց է առաջ գնում դա եւս մի ինքնագնահատականի կայանալու իհարկե ես վախենում էի այն ժամանակ որ բաժանվելու եմ ինչ եմ անելու քանի որ 9 տարի ես մնացել եմ փակ տարածքում առաջ են գնում մարդիկ զարգանում են սովորում են ու ես 9 տարի ոնց որ 4 պատի մեջ
ու Քայլ առ քայլ քայլ առ քայլ, քիչ հաջողություններս առաջ գնալով, նաև իմ համար ամենակարևոր բանը սկզբում ես բարձրաձայնում էի իմ պատմությունը նրա համար, որ կարողանամ իմ իրավունքները պաշտպանել, որ կարողանամ այն մարմինները, ովքեր որ ուզում են անարդարացի որոշում կայացնել, որ ես կարողանամ իրենց այդ բարձրաձայնելով իմ իրավունքները ճիշտ ներկայացնելով կարողանամ իրենց սանձել իրենց այդ ամեն ինչը, բայց ժամանակի ընթացքում հասկացա, որ այո, իմ կյանքի դժվար փորձի արդյունքում լիքը կանայք կարող են առաջ գնալ, նաև կարող ենք բարձրաձայնելու, խոսելու օրինակի հիման վրա կարող ենք լիքը կանանց կյանք փրկել, կարող ենք օրենսդրություն փոխել, կարող ենք մարդկանց մտածելակերպ փոխել, կարող ենք, այո, այն ժամանակ, երբ որ ես չէի բաժանվել, ես իմ շրջապատում ու կողքերում, երբ որ բաժանված կին էր, բաժանված կինը գնում էր իր հայրական տուն ու չակերտավոր ինքը մնում էր ինչ-որ մեկի վզին, աղբոր վզին, չգիտեմ, հոր մոր վզին, պիտակավորում էին անբարոյական, չնչին գործը, որ սրճարանում պիտի աշխատեր կամ հավաքարար աշխատեր ու իր այդ թեկուզ եւ նվաստացնում էին իր արդար աշխատանքը։ Բայց այսօր այդ վերաբերմունքը փոխվել է։ Հիմա վերաբերմունքը փոխվել է, հիմա միջին վիճակագրականով գոնե մի քիչ մարդիկ իհարկե կինը ամեն ինչ կանի իր արդար արժանապատիվ հացը աշխատելու համար, նորմալ է, բայց այն ժամանակ, երբ որ ինձ ոստիկանությունը ասեց, ինչ պիտի անես, համալսարան էլ չես ավարտել, պիտի գնաս կամ սրճարան աշխատես կամ ավանդական անբարոյականություն անես, ես շաբաթներով ապաստարանում ոռնում էի իրենց այդ խոսքի ասա։ Իհարկե ես պատրաստ էի, այո, ես հոգեբանորեն հասել էի նրան, որ իհարկե, եթե ես իմ երեխային կարող եմ հանգիստ իմ տան մեջ առանց բռնության արժանապատիվ գնամ սրճարանում աշխատեմ, իհարկե կաշխատեմ, իհարկե ես ինձ թույլ չեմ տա, որ իմ սահմանը հատեն, իմ աշխատանքային սահմանը հատեն ու ես կկարողանամ իմ աշխատանքի արդյունքում ունենալ գումար, որ կկարողանամ իմ երեխային պահել։ Հասմիկ, իսկ դուք նաև աշխատանքի անցակ կանանց աջակցման կենտրոնում քանի տարի որ արդեն այնտեղ եք աշխատում 16 թվից 9 տարի եւ հիմա փորձում եք օգնում եք այն կանանց, ովքեր անցել են կամ անցնում են նույն ձեր ճանապարհով։ Ինձ նախ հետաքրքիր է ամեն մեկի հետ չեք վերապրում, չեք վերհիշում, ձեզ համար ծանր չէ։ Ասեմ, որ հիմա հեշտ չէ։ Ասեմ, որ բազմաթիվ վերապատրաստումների շնորհիվ ես կարողացա իմ բաց վերքերը, այն որ ամեն անգամ, այո, ամեն մի կնոջ հետ ես ոչ թե կնոջն էի նայում, այլ իմ վերքերն էին նորից, բայց ասեմ, որ դա իմ մեջ էր, իսկ դիմացինի զոհի համար, ով որ նոր էր մտել, ես իրենց համար արդեն կայացած, արդեն վերապրած, հաղթահարած ու յուրաքանչյուր կին ասում էր, ես կկարողանամ հասնել դրան, բայց երբ որ ես իմ ներսն էի նայում, ես իհարկե այդ ամեն անգամ, երբ որ կինը հետ էր գնում, դա էր իմ համար շատ ցավալի ու ես ուզում էի իրան բռնեի, ասեի մի գնալու ես ավելի վատա լինելու, որտեվ ամեն անգամ հետ գնալուց ավելի են իրանք գազազում անպատժելիության զգացողությունը ավելի է իրենց մեջ հաստատվում։ Ու ես հուսախաբ էի լինում ամեն անգամ, երբ որ երեխաների անչափահաս երեխաների դեպքեր էին լինում, դա իմ համար ամենացավալին էր, չգիտեմ ինչ էր դա, օրինակ կանանց մտածում ես, որ իրենց կպաշտպանեն, բայց այդ երեխաների ասեմ, որ ավելի շատ իմ համար ցավալի էր լինում այն դեպքերը, երբ որ
արդեն վերջի տարիներին եմ ես հիմա նայում, որ իմ տղայի տարիքի տղաներ են գալիս, դե արդեն այդ պատանեկության տարիքն է, ու իրան գալիս են փակ ապաստարանում, որտեղ կան կանոններ, հա, գերմանական խիստ ռեժիմ չի, բայց կա կանոնակարգ, որտեղ պիտի հարմարվեն, քանի որ բազմաթիվ ընտանիքներ են, նույն կենցաղանա, պիտի ընդհանուր կենցաղ վարեն, պիտի հարմարվեն մեկը մյուսին ժամանակավոր մինչև դուրս գան։ Բայց հիմա որ նայում եմ իմ տղային իր այդ ամենաաշխուժ ու բոռն ընթացքը ու նայում եմ այդ տղաներին, որ եկել են ու ես մյուս աշխատակազմը այդ օրենքները, որ իրան սահմանափակում են, ես ասես մտքումս փառք Աստծո, որ իմ երեխեն ես կարողացա իրան շուտ դուրս բերել այդ ամեն ինչից։ Ինչ լավ է, որ իմ տղան հիմա այս վիճակում չի։ Ու ասեմ, որ հիմա արդեն իմ փորձի պտուղներով փորձում եմ, չեմ իրավունք չունենք կանանց խորհուրդ տալ, որ հա դուք պիտի այդպես անեք, իրավունք չունենք իրենց դրթել ինչ որ մի քայլի, որ իրենք դեռ չեն հասել դրան, բայց այն որ դու արդեն մեր տնօրենը մի լավ բան է ասում, միշտ ապրումակցեք իրենց, այդ ապրումակցելով, երբ որ իրենց հասցնում ես ինչ որ մի մտածելակերպի, որ գիտես, այս տարբերակն էլ կա, որ այո, քո ամուսինը իրենք գիտակցաբար պետք է կան դրա։ Այո, իրենք պատրաստ լինեն, ու դրա համար ժամանակ է պետք, լիք կանայք հետ են գնում իրենց ամուսինների մոտ, ու իհարկե ես հիմա համոզված եմ, որ իրանք հետ են գնում ինչ որ մի բան վերցրած, իրանք հետ են գնում իրանց թեկուզ եւ կենցաղում, որ իրենք գալիս են, երբ որ ճաշ են պատրաստում ու վայ լավը չեղավ, վայ համով չեղավ կամ մեկը մյուսին հա լավ, ու սկսում ենք իրենց քաջալերել, որ իսկ ով է ասել, որ այս մյուսի ճաշը, էփած ճաշը համով է, քան թե քոնը։ Իհարկե դու քո ձևով ես սարքում, դու ջանք ես գործադրում, դու կարողանում ես ինչ որ մի բան շատ լավ ես անում, ճիշտ ես անում։ Այո, այսինքն այդ ամենը չնչին կենցաղը, այդ չնչին նույնիսկ կանայք, որ գալիս են ապաստարան, իրենք ժամանակ չեն էլ ունեցել իրենց երեխաների հետ խոսեն, գիրք կարդան, այդ բռնության լարվածությունից արդեն իրենք իրենց երեխաների հետ են լարված, ու չնչին ծնողավարությունը, հոգեբանությունը, որ մասնագետները աշխատում են ու այդ փակ տարածքում, երբ որ կողքից չկա ինչ որ վայ բա հարևանդ ինչ կասի, վայ մորքուրդ ինչ կասի, վայ զանգեն բամբասվեն, օրինակ իրանք սենց է, երբ որ իրանք մնում են այդ իրենք իրենց հետ ու հասկանան ինչ է, դա իմ համար շատ մեծ բան է կնոջ վերականգնվելու համար։ Իսկ ամենածանր դեպքը որն է եղել, որ ձեր վրա ազդեցություն է թողել։ Երբ կինը գնաց, ինքը երրորդ անգամ եկավ մեր մոտ ու վերջի անգամ գնալուց ամուսինը սպանեց։ Որ դեպքներ։ Ասատրյան Մարիամ։ Այն որ ամուսինը բանով մանդիրով կովծեցել էր, սպանել էր, թողել էր առվի մեջ։ Այսինքն այդ կինը 3 անգամ հետ էր վերադարձել։ Ու չգիտեմ։ Շատ են այսպես ձեր վրա նստվածք թողնում, հետք թողնում այդ դեպքերը, հատկապես ցավալի ելքով։ Հա, նո Մարիամի մահից երևի թե անցել է մի 6 տարի։ Չգիտեմ։ Իհարկե դժվար է։ Շատ լավ։ Հասմիկ ջան, վերջում կխնդրեմ նաև ձեր խոսքը ուղղեք բոլոր այն կանանց, ովքեր դեռ հանդուրժում են եւ իրենց մեջ ուժ չեն գտնում դուրս գալու այդ վիճակից։ Իսկ ցավոք այդպիսի կանայք դեռ շատ են, ովքեր փորձում են անանուն Facebook-յան խմբերում օգնություն գտնել, բայց ամեն դեպքում չեն գալիս այդ որոշմանը, չեն գտնում այդ համարձակությունը իրենց մեջ։ Գիտեք, ամեն անգամ հիմա բացի կանանց աջակցման կենտրոնից ուրիշ տեղել եմ աշխատում, ու այնտեղ շատ կանայք են ինձ մոտենում ու ասում, որ գիտես Հասմիկ, ես ապրում եմ, բայց համարձակություն չեմ գտել դուրս գալու, ու
Այսինքն խոստովանում են այդպես կադրից խոստովանում դուրս։ են, հա, խոստովանում են ու նույնիսկ շատ ցածրաձայն, որ հանկարծ կողքից չլսեն։ Կարող եմ կանանց ասել, որ ամենադժվար իրավիճակը բռնության մեջ ապրելն է։ Երբ որ բռնության մեջ ես ապրում, արդեն դու ոչ թե կարողանում ես միայն ֆիզիկապես պաշտպանվել, դու հոգեբանորեն ես կարողանում քեզ պաշտպանել, դու մի քանի քայլ առաջ ես մտածում, թե ինչ անես, որ տղամարդը հանկարծ չգա, քեզ չծեծի, ամեն ինչ կոկիկ ես պահում, ամեն ինչ դասավորում ես իր դիմացինից սրտով ես անում, որ հանկարծ մի չնչին թերություն չլինի, այսինքն այդ գերլարված մարդու վիճակը մարդուն հասցնում է ամենաուժեղ լեվելին։ Իհարկե մարդ այդ ժամանակ ես կարող եմ ասել, որ հիմա ես ավելի շատ թուլացած եմ ինձ զգում, քան թե երբ որ բռնության մեջ ապրում էի։ Այո, այն ժամանակ եւ մայր էի եւ կին էի եւ ամեն ինչ էի, ամեն ինչը կատարյալ անելու, բայց մեկը ամենավերջում դրանք չէր գնահատվում ու նույնիսկ չէր էլ նկատվում։ Երբ որ ես սկսեցի իմ նույն ոնց որ իմ մարմինը դեռ չէր հարմարվել, նորից ես նույն իմ այդ ռեժիմով ապրում էի, ես միշտ ամեն ինչ կատարյալ, ամեն ինչ առաջ մի քանի քայլ առաջ մտածել, դասավորել, անել կատարյալ, ես հասկացա, որ այո, կան տեղեր, կա աշխատանքի վայրում, կա ընտանիքում խաղաղ, կան շրջապատում, ամենտեղ, որ ես առաջատար եմ, ես կարողանում եմ, քանի որ ես բռնության մեջ տեսել եմ ամենադժվարը, ես կարողացել եմ այդ ծեծի արդյունքում կարողացել եմ ես ինձ պաշտպանեմ, որ չմահանամ, ես կարողացել եմ այնպիսի խորամիտ ձևով տրամաբանել, որ հանկարծ այդ օրը ծեծ չուտեմ, այսինքն հասարակ բաներ, որ կինը կկարողանա ինքը իրեն պաշտպանել դրսում, երբ որ սահման ունի, կինը կկարողանա ինքը իր սահմանը դնել, որտեվ եթե կողքի հարևանը գա իրեն ծեծի, ինքը կասի հոп դու իրավունք չունես ինձ կպնելու կամ ինչ որ բան անելու ու դրսում ինքը ավելի պաշտպանված կլինի։ Ուզում եմ մեր սիրելի կանանց ասել, որ պետք չէ հանդուրժել երեխաների համար առավել եւս, քանի որ երեխաները ավելի շատն են խոտվում, ավելի շատն են տուժվում ու երեխաները ինչքան ավելի շուտ իրենք դուրս գան, ինչքան իրենք ավելի շուտ առողջ ընտանիքում մեծանան ու ասում են առանց հոր չենք ուզում մեծացնենք, դուք բաժանվում եք, ձեր երեխաները իրենց հորից չեն բաժանում, սիրելի կանայք, եթե հայրը հայր լինի իր երեխաների համար, ինքը կտեսակցի, ինքը կգա, ինքը հոգատարություն կցուցաբերի ու եթե հիմա միջին վիճակագրականով կինը փորձի վերլուծել բռնության մեջ իր երեխաների համար հայրը ինչ է անում, պարզապես ոչ մի բան, մաքսիմում ֆինանսապես մի քիչ, օրինակ շոր առնում, կոշիկ առնում, սիրելի կանայք, այս զարգացած դարում կանայք ավելի շատ են աշխատում, ավելի լավ են աշխատում, ավելի հարգված են ու կարծում եմ, որ յուրաքանչյուր կին արժանի է երջանիկ ապրելու, լավ կլինի, որ ընտանիքները խաղաղ լինեն, լավ կլինի, որ յուրաքանչյուր կին ամուսնանալուց հետո իր սիրած ամուսնու հետ ամուսինը իր սիրելի կնոջ հետ ապրեն երջանիկ, երեխաները ապրեն երջանիկ, բայց քանի դեռ ոչ մեկը ապահովագրված չի դրանից եւ ոչ մեկը չգիտի, որ ամուսնանալուց հետո ինքը բռնության է ենթարկվում, երբ որ հասկացել եք, որ դուք բռնության եք ենթարկվում, իհարկե երբեք ուշ չի մի հատ ստոպ տալ, հետ գնալ, փորձել ձեր կյանքը դասավորել, քանի որ մինչև ամուսնանալը ինքնուրույն կինը ապրել է, ինքնուրույն գոյատևել է ու կարծում եմ, որ հետո շարունակել։ Հա, շատ լավ, Հասմիկ ջան, շնորհակալ եմ, որ խոսեցիք, կիսվեցիք եւ հույս ունեմ, լիահույս եմ, որ ձեր փորձը շատ կանանց համար շարժիչ ուժ կդառնա եւ իրենց մեջ կգտնեն այդ ուժը առաջ գնալու։ Շնորհակալ եմ։ Քեզ եմ շնորհակալ։